Բարև ձեզ հարգելի հետևորդներ, սկսում ենք երկրի վիճակը հաղորդաշարի հերթական հաղորդումը եւ այսօր մեր հյուրն է վերածնվող Արցախ շարժման հիմնադիր, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ պարոն Անաստաս Իսրայելյանը։ Բարև ձեզ, պարոն Իսրայելյան։ Բարև ձեզ։ Պարոն Իսրայելյան, երեք հայտարարություն տարածվեց, որ ձեր խորհուրդը որոշել է վրանը ապամոնտաժել Ազատության հրապարակից եւ մեկ ամսյա պայքարը դրանով ավարտվում է, թե շարունակվում է այլ ֆորմատով։ Ուրեմն երեկվա որոշումը, որ կայացվել է խորհրդի կողմից վրանը ապամոնտաժելու հետ կախված, դա այն հիման վրա է եղել, որ կառավարության կողմից ընդունվել է մեր առաջարկները քննարկելու, որ սկզբնական շրջանում ընդհանրապես հարցեր կային, որ չէր քննարկում, դա մի կողմ էին դնում։ Այս պարագայում կառավարության կողմից եղել է ընդունում են այդ առաջարկները, որ այդ առաջարկները քննարկվի ու դրական հիմնավորած բանով ձևավորվի։ Դրա հիման վրա 2 ամսով ավելացվում է ժողովրդի հանրության մեր արցախցիների տեղահանված սոցիալական աջակցությունը, այդ ընթացքում էլ այն կետերը, որ անընդունելի է եղել, այն կետերը, որ ոչ հասանելի է եղել ժողովրդին, բարդությունների հետ կախված, բնակարանային այդ բաների ծրագրի հետ կախված այդ օգտվելու այդ բաներին, այդ սոցիալական փաթեթին իրանց կողմից եղել է, որ պատրաստ են այդ կետերի, այն կետերը, որ մենք բան ենք արել, առաջարկել ենք այդ բարդությունների հետ կախված, դրա հիման վրա ստեղծվել է արդեն խմբեր մասնագիտական, որ այդ մասնագիտական խմբերի հետ միասին պիտի բարելավեն այդ սոցիալական փաթեթը, որ ժողովրդի համար համ հասանելի լինի, համ բավարար, որ մարդիկ կարողանան Մայր Հայաստանում բանանեն մնալու, ապրելու իրանց ապրելակերպը մի ձևի ապահովեն։ Այստեղ հարցը ինչի մեջ է մոնտաժելու կամ չմոնտաժելու։ Մենք ունենք դրա հետ կախված շատ լուրջ հիմունքներ, որ մենք կառավարությանը ներկայացրել ենք այդ ժամանակներ, միջև որս էլ դա պահպանվում է ու պահպանվելու է, որ եթե այդ ընթացքում ինչ որ process տենանք, որ չի իրականանում, կամ էլ չի ստացվում, կամ էլ իրանց կողմից էլի հակասում է մեր հետ կախված պայմանավորվածությունները, ուրեմն այդ վրանի տեղադրվելու է 10 վրան ու նոր հանրահավաքի, որ ասում է ավելի մեծականակ բանով ճանապարհով են գնալու։ Բայց հաշվի առնելով, որ այսօրվա իրավիճակում այդ բանակցությունը, այդ պայմանավորվածությունը ձեռքաբերվել, մի քանի օրվա կամ էլ մի շաբաթվա ընթացքում դա արդեն կտեսնենք ինչա ինչոցա, դրանից հետո արդեն այդ որոշումները կլինի համ բացական բանի ընթացքում, համ դրական։ Այ դուք նշեցիք ձեր խոսքում, որ կառավարությունը ընդունել է ձեր բոլոր առաջարկները եւ 2 ամսով աջակցության ֆինանսավորումը շարունակվում է 40,000 + 10,000։ Չէ, մենակ 40 է, այն ծրագիրի չկա։ Սա 40 առանձին 40,000 առանձին 40-ը, լավ։ Բացի այդ պահանջից, որ 2 ամսով է ընդամենը ձեր նշած 2 ամսով է ընդունվել կառավարության կողմից, այլ պահանջ, որ դուք դնում եք, ձեր կետերը շատ են, 12 այո, գերիների հետ կախված, մեր իրավունքների հետ վերադարձի հետ կախված։ Հիմա էլ որ կետերն է ընդունվել, որ դուք որոշել եք ձևաչափը փոխել ձեր պայքարի։ Չէ, ձևաչափը Նժդե Իսկանդարյանի հայտարարության մեջ նշվում էր, որ ձեզ խոստացել են Արցախի ներկայացուցչությունում Նայիրի Զարյան փողոցի վրա սենյակ տրամադրել, որ դուք ավելի գործուն, այսինքն հրապարակային պայքարից անցնում եք ավելի, այսպես ասած, կաբինետային պայքարի։ Բացի այդ 40,000-ները, որ 2 ամսով երկարաձգվել են, էլ որ որոշումն է ձեզ բավարարել,
որ դուք դադարեցրել եք։ Քավլիցի ես չեմ ձեզ դրթում շարունակել, դադարեցնել, դա իմ գործը չի, դա ձեր գործն է, ուղղակի ինձ հետաքրքրում է։ Էլ որ որոշումն է, որ ձեզ այդպես խիստ բավարարել է, որ թե չէ հանրության մեջ արդեն կարծիքներ են հնչում, որ ձեր ամբողջ մեծ վրանը 2 ամսով 40,000 ստանալն էր։ Դուք ստացաք այդ 2 ամսով եւ դադարեցրիք։ Ես նորից եմ ասում, դա հանրության կարծիք եմ ասում։ Ես հեսա պատասխանը հասկացա։ Ուրեմն եթե ձևաչափով մենք մոտիկանայինք այդ հարցի ձևի որոշմամբ, հենց սկզբնական շրջանում եղել է, որ մի ամսով ավելացնում եք, բայց վրանը հանեք, չէ՞, հիշում եք ոնց որ սկզբնական։ Հետո ասել են 2 ամսով ավելացնում եք, բայց վրանը հանեք կդարձնեին 3 ամիս։ Ուրիշ չէ, ուրիշ բան եմ ասում։ Ստեղ այն ժամանակվանը հիմիկվա ժամանակը ինչով է տարբերվում այդ որոշումը, որ մեր այն ժամանակվա նախապայման ասած կամ էլ այն հարցերը, որ մենք իշխանության կառավարության ներկայացրել ենք, իրանք դա ընդհանրապես չէին էլ քննարկում։ Դա այն ժամանակ եղել է խոսքի առաջարկի ձևաչափով, այս ավելացնում ենք խոսքի դուք վրանը հանեք կամ 2 ամսով ավելացնում եք դուք վրանը հանեք այդ նախապայմանով հիմիկվա իրավիճակում իրանք ընդունել են մեր առաջարկները ընդունել են որ այդ առաջարկները օրինակ որ առաջարկներն են ընդունել որ ձևով ասենք դուք նշեցիք գերիների նկատմամբ ինչ որ առաջարկ եք արել ինչ ձևով են ընդունել գերիների նկատմամբ առաջարկը օրինակ ինչ ձևով են ընդունել նայեք խոսքի ես ինչի համար եմ այդ ձևաչափով բանանում ներկայացնում այդ բոլոր 12 կետը կա որ ներկայացրեց այդտեղ ներգրաված է խոսքի կետերով գերիներն է անհետ կորածներն է Արցախի հիմնախնդիրն է Արցախի ինքնորոշման բանը իրավունքների հետ կախված ժողովրդի հետ վերադարձի հավաքականի դրա մասին է Մինսկի խմբի չլուծարելումը то есть մշակութային այդ մեր ժառանգության հետ կախված Արցախում դեղ ահագին հարցեր է դրված այն հարցերը օրինակ այդ հարցերը մենք ունենք կարճ ժամկետային կներեք հարցը տամ, պարոն Իսրայելյան, դուք պատասխանեք։ Օրինակ, Մինսկի խմբի չլուծարելու մասին, Արցախի հարցի մասին, ինձ հետաքրքրում է զուտ այդ քաղաքական հարցերը, հիմա գիտեք, այդ 40,000-ը կտան չեն տա, ես համոզված եմ, որ մի որոշ ժամանակ հետո նորից կտրվելու է։ Օրինակ, ասենք, Մինսկի խմբի չլուծարել, Արցախյան հարցը չփակել, ասենց կոպիտ ասել, չփակել, բայց արդեն երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ ուզեք թե չուզեք, Արցախյան հարցը, Արցախյան շարժումը փակված է։ Օրինակ ձեզ ինչ են ասել, որ դուք համոզվել եք, որ փակված չէ։ Չէ, ես ստեղ գիտեք ոնց է, եթե իմ անձնական Չէ, ես խորհրդի համար եմ ասում, դուք խորհրդի անդամ եք, դուք ձեր հիմնադրած շարժման հիմնադիրն եք, հա, ղեկավար անդամ եք, այսպես ասենք, եւ ինձ դա է հետաքրքիր, թե օրինակ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ Արցախյան հարցը փակված է, Մինսկի խումբը պատրաստ ենք լուծարել նույն սենյակում Ադրբեջանի հետ նույն ստորագրությամբ, ասենք, նույն ժամանակ, միաժամանակյա, ձեզ ինչով են համոզել, իմ ասելիքը դա է, որ դա այդպես չի, որ դուք ընդունում եք, որ ձեր առաջարկը կառավարությունն ընդունել է։ Իմ հարցը այս ուղղությամբ է տրվում։ Ես հասկանում եմ, նայեք, ուրեմն սկզբնական շրջանում նորից եմ ասում, եղել է նախապայման իրանց կողմից, որ այս ձևաչափը, այս մենք անդրադառնում ենք մենակ սոցիալական հարցերի հետ կախված, ձեր ասած մտքերը բանանեմ, մնացած 11 կետը, որ կա, դա քաղաքական պետության ղեկավարության կողմից որոշումը, որ ընդհանրապես չի քննարկվում, փակ է, իրանց դիրք որոշումն է։ Հիմի որ անդրադարձել են այս կետին, սոցիալական կետին, մենք ասել ենք հարց չկա, սոցիալական կետն է, սոցիալական կետի հետ կախված։ Քննարկումները ընդհանրապես գնացել է այս ժամանակահատվածում սոցիալական հարցերի հետ կախված։ Մեր կողմից չի ասացվել կամ միջև օրս էլ չի ասվելու, որ մնացած հարցերը իրանց կողմից ինչ կլինի, ինչ չլինի դիրքորոշում, սա հանրությունն է, մեկ ժողովուրդը մեկն էլ ես, ինչ շատ մտահոգում է գերիների հարցը, ինչ շատ մտահոգում է Արցախի ինքնորոշման խոսքի հարցը, իրավունքների հետ կախված, ինչ շատ մտահոգում է բանի անհետ կորածների հարցը, այդ 11 կետը ինձ այն նույնատիպ էլի նույն ձևի մտահոգում է, ոնց որ
այդ մնացած այդ խոսքի սոցիալական հարցերի հետ կախված ընդհանուր ես դա չեմ տարանջատում ձեր ասած հարցը որ ինչ է եղել կամ ինչ են ասել կամ ինչ է եղել որ մեկ եկել եք այդ համաձայնության դա համաձայնությունը եղել է իրար մեջ համաձայնության որ իրանք իրաց խոսքի տերն են կաղնելու մենք էլ մեր խոսքի տերն ենք այդ մնացած հարցերը այդ 12 կետը որ ապամոնտաժերն էր ձեր խոսքը թե չէ եք օրինակ կոնկրետ անդրադառնում չէ ապամոնտաժելու որ ասում եք ձեր խոսքի տերն եք կներեք ուզում եք մոնտաժեք ուզում եք ապամոնտաժեք մոնտաժի հետ կախված չի հիմնական խնդիրը չի այո ես դրա մասին եմ դա երկրորդական երրորդական դա պայքարի միջոց է ոչ թե պայքարի նպատակ այո պայքարի միջոց է ու այդ պայքարի միջոցը այսօրվա իրավիճակում իր ապամոնտաժելը դա չի նշանակում որ պայքարը այս փուլում կամ էլ այս պահում ինքը դադարեցրել է մենք ասում ենք պլան B խոսքի տենց ասեմ սա ասում է պլան B ես դες վստահեցնեմ այդ հվրանի հետ կախված հարցը վաղվա օրը եթե իշխանության կողմից լինի բացասական այն կետերը որ բանարած է ներկայացրած է այդ քննարկման ընթացքում մենք դադարեցնելու ենք ընդհանրապես քննարկում իշխանության հետ նորից եմ ասում մի վրանի տեղ տեղադրվել է 10 վրան ստեղ տեխնիկական հարցի հետ կախված է դա չի մենք ընդհանուր վրանների քանակի քանա ձեռք կբերեք այդ եմ ասում հա то есть ստեղ հարցը չի գնում այս վրանի մոնտաժելու կամ չմոնտաժելու ստեղ պլան B-ի կամ էլ դրա շարունակության իմաստ որ ունենայինք շարունակական իշխանությունը արձագանքել է իշխանությունը ասել է պատրաստ ենք խոսքի այս ձևաչափով այս հարցերի շուրջ խոսելու հիմի մոտակա ժամանակները այս մոտակա Երևանու է մենք ասել ենք եթե մենք տեսնենք որ ձեր կողմից այդ ընթացքում մենք դադարեցնելու ենք բանակցությունը իրանց հետ հայտարարություն ենք տալու որ ժողովուրդ սենց է այս մասը սենց է ես դրա մեջ ոչ մի բան չեմ տենում ու անցնելու եք երկրորդ փուլի կամ էլ ավելի մեծ հանրահավաքի ու ավելի մեծ ճնշման ու այն ժամանակ էլ գնալու եք ավելի որ ասում է կտրուկ քայլերի կամ էլ ճնշման ձևաչափով տարբեր բան ես այդտեղ ընդհանրապես ոչ մի բան չեմ եթե այն մարդիկ այդ իրավիճակում կամ էլ եկել մենք այս պատասխանատվությունը խոսքի վերցրել ենք մեր վրա ստեղ ոչ մեկը չի կարա ընթացքում փորձի կամ էլ մեզ համոզելու կամ էլ մեզ ինչ որ շեղում այս օրակարգից շեղել է դա չի լինելու իմ կողմից անձամբ ես ասում եմ չի լինելու ու ընթացքում մենք նորից եմ ասում կտեսնենք մոտակա ժամանակներն եմ ասում դա Երևանու է եթե լինի խոսքի շարունակական այդ փոլով եթե հարցի պատասխանները մենք կարողանում ենք հիմնավորած ստանանք իշխանության կողմից մենք շարունակելու ենք բայց եթե չլինի խոսքի ահագի մարդկանց մեջ իմ մեջ էլ կա կասկածանք որ այս ընթացքում հարցերը հագին ծագելու է դա էլ այն առիթն է որ մենք մեր կողմից որպես բարձրաձայնող այդ հարցը մենք շարունակենք ու ցույց տանք որ մենք մեր օրակարգից չենք շեղվել իրանց կողմից էլ կլինի հաջորդական սուտը կամ հաջորդական խաբելը նայեք 21 թվականի ընտրություններում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այսպիսի մի միտք է արտահայտել Նիկոլ Փաշինյանը որ մեր տղաները մեզ կներեն եւս մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս այդ գերության մեջ մեզ կներեն եւ նրանք հետ կվերադարձվեն բան բայց արդեն 5 տարի է 1 ամիս հետո 5 տարի է 4 տարի է որ մեր տղաները դեռևս Բաքվի բանտերում տառապում են հիմա այդ ինչ պետք է փոխվի այս 4 տարի չփոխված ասենք 4 օրում կամ 4 ամսում դուք ինչ ակնկալիք ունեք ինչ պիտի փոխվի ուրեմն այն ժամանակ եղել է իրենց կողմից բառացիորեն խոստումները այդ հույսը հավատն այս մեկը մույսը այս անգամ մենք որ այս շարժումը սկսել ենք մենք կոնկրետ բանը պահանջ ենք ներկայացրել խոսքի սեղանին չէ քննարկելու համար մենք մի ամիսա դեպ նստած սպասում ենք այդ խոստումներին չի որ ասել է ի տարբերություն այն ժամանակ խոսքի դուրս է եկել մի երկու բառ ասել մի երկու միտք ասել մարդկանց մեջ ինչ որ բան ասել են դե լավ ժամանակը ձգձգվել ընտրենք 2 ամիս հետո այս իրավիճակում մենք եկել ենք դրա հետևից մենք եկել ենք պատասխանի հետևից մենք ոչ թե ասում ենք խոսք ասեք բառեր էլ ասեք մենք եկել ենք դրա հետևից ընթացքում եղել է հանդիպումներ քննարկումներ չէ
Այդ քննարկումների հիման վրա մենք պլանավորում ենք հաջորդական շարունակական մեր գործողությունը։ Բացական բանում որ ձևավորման ընթացքում ինչ ենք անելու, դրական ձևավորման ընթացքում ինչ է լինելու։ Դե ընթացքում որ դրական լինի, դրականը հասկանալի է, ձեր հարցի իմաստը հասկանում եմ, որ այնքան սուտ են ասել, որ այս անգամ էլ են սուտ ասելու ու խաբելու են։ Էդ է, չէ՞ իմաստը։ Խոսքի հարցի ես տենց եմ հասկանում։ Այս մեր պարագայում մենք այդ ստի հետևից ենք գնում։ Ստի հետևից գնալով որպես պահանջատեր։ Դե հիմա եթե սուտ ասողը պիտի պատասխան տա, չէ՞։ Ապացուցեմ ոչ թե ապացուցեմ։ Դուք ասում եք դուք գնում եք ստի հետևից։ Այդ իմաստով որ ասում եք ստի հետևից որ ինչ անեք, որ ապացուցեք որ սուտը սուտ է, եթե այս պարագայում մեր ճիշտ դարձնեք, եթե մեր պարագայում դա սուտ լինի, այո, մենք գնալու ենք այդ ստի հետևից։ Եթե մեր պարագայում, եթե որ ինչ անեք այդ ստին։ Ինչ պիտի անեն, սուտասողը ինչ պիտի լինի, ինչ անեն, սուտասողին ինչ են անում։ Ես ուզում եմ իմանամ հիմա ձեր կարծիքը։ Չէ, դե հիմա սուտասողը պիտի խոսքի պատժվի կամ սուտասողը պիտի խոսքի այդ սուտը իր հակասելով կամ բացատրի խիա ստել, ինչ է ստիպել որ ստել է։ Հիմա սուտասողին զոհ դառնանք մենք։ Հիմա սուտասողին եկել ենք այսօր իրավիճակում հասել, Անտունան հայրենիք, էլի ասենք խոսքի շարունակի ստել, որ այդ սուտը չշարունակվի։ Այդ սուտ ասել է ժողովուրդի հերիք խաբելը։ Այ իմաստը դա է։ Եկեք մի բան փոխենք, դուք Անտուն եք, բայց այն հայրենիք չեք, ձեր հայրենիքը ըստ Հայաստանն է։ Դուք անծննդավայր միգուցե, ես այդպես ձեր ծննդավայրն է ընդամենը, չգիտեմ դուք կհամաձայնեք թե չէ, ձեր ծննդավայրն է ընդամենը ժամանակավոր գերության մեջ, բայց ձեր հայրենիքը Հայաստանն է եւ Հայաստանում դուք պետք է զգաք որպես իրոք տաք օջախ, իրոք ձեր օջախը, այլ բան, որ դուք տուն եք կորցրել, ծննդավայր եք կորցրել, այնտեղ տեղ եք կորցրել, որտեղ դուք ծնվել, մեծացել, կյանքի մի ամբողջ մաս եք անցկացրել, դա ուրիշ բան, ուղղակի նայեք, հիմա անցնենք ըստ հետևյալին, էլի, Արցախը շատ-շատերը համարում էին անկախ, Ընդհանրապես Հայաստանը գործ չունի Արցախի հետ, մենք ինչ կանենք, ինչ կորոշենք, ոնց կորոշենք, ձեր գործը չի, մենք անկախ պետություն ենք։ Դուք որպես գործիչ, հասարակական գործիչ, նաև հիմա քաղաքական գործիչ չեմ վարանի ասել, որովհետև այսպես թե այնպես ձեր բոլոր շարժումը մի որոշակի փուլ հետո դառնալու է քաղաքական։ Ինչքան ուզում եք ասեք, որ դուք չքաղաքականացնեք, մեր պահանջները քաղաքական չեն, մեր պահանջները իրավական են, եթե դուք պահանջում եք քաղաքական մարմնից, արդեն իսկ ձեր պայքարն ու պահանջները քաղաքական են։ Արցախի էջը չփակել, Մինսկի խումբը չլուծարել, չգիտեմ, մարդկանց վերադարձ իրենց տները, այդ ամեն ինչը քաղաքական պահանջներ են, որոնք այսօր դրված են քաղաքական սեղանին, որոշ նկատառումներով զոհասեղանին, որոշ նկատառումներով պայքարի սեղանին, բայց դրանք քաղաքական են։ Հիմա դուք քաղաքական առումով ինչպես եք համարում, Արցախը իրոք անկախ պետություն էր։ Բայց ես չգիտեմ դուք այդ մեջբերումները որտեղից եք բերում, որ Արցախը այդ իմաստով, Արցախը միշտ եղել է Հայաստանի տարածքային մի մասը, ինձ համար։ Ես ձեր համար ասեմ մեջբերումները որտեղից են բերում։ Արցախ ուներ նախագահ, Արցախ ուներ արտաքին գործոս նախարար, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ էր, չէ։ Բաբայանը, այո, Դավիթ Բաբայանը։ Բազմաթիվ իր հայտարարություններով, որ մենք մեր քաղաքականությունն ենք վարում եւ այլն, ես նորից եմ ասում, ես Հայաստանի քաղաքացի եմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այդ դրա համար ձեզ հարցնում եմ, դուք համաձայն եք այդ հայտարարությունների հետ, դուք ինձ ասում եք որտեղից եք վերցրել։ Ես հասկացա, ես իմացա թե խոսքի հիմիկվա բանի հետ կախված խոսում ենք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որ ապրել եմ Սուրբ Արցախում, չէ։ Եթե Արցախը անկախ, դուք այդպես եք համարում, եթե Արցախը իր անկախության կամ էլ այդ բանով ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դեղ լինելով ես դառնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չէ։ Դա այդ հարցի պատասխանն է, որ Արցախ, Հայաստան դա մի հատ միավորում է։ Մի հատ որպես մեծ Հայաստան, այլ Հայաստան այդ իմաստով։
տարբեր ընթացքում այդ ընթացքում թե ոնց է ձևավորվել կամ ինչ հիմունքներով է ձևավորվել, ես գիտեմ թե դուք դարանել եք տեղյակ այդ ձևաչափը խիստ սկզբից որ միացում ասեցին, հետո փոխվեց խոսքի անկախության կամ այդ բանի այդ ձևաչափով որպես պետություն, հանրապետություն, այս մենք բոլորս էլ դուք էլ ձեր մասով ես էլ իմ հասկանալի մասով բոլորս տեղյակ ենք։ Ստեղ ինձ համար տարբերությունը կա ժողովուրդ, որ մենք մի հայ ենք, մի ազգ ենք, կա տարածք, որ միացած է մի բանի մեջ, այս այդ ձևաչափով այդ եմ ողջունում ու դա եմ խոսքի բանանում ընդունում։ Ես ձեր կարծիքն եմ ուզում իմանալ ընդհանրապես։ Ես ուրախ եմ, որ դուք այդ կարծիքն ունեք։ Ես դա եմ ընդունում ու հետագա բոլոր միջոցներն է թե Արցախի հետ վերադարձնա կամ Արցախի վերադարձնելն է, դա պիտի լինի մենակ այդ ձևաչափով։ Մայր Հայաստանի հետ միասին։ Ուրիշ տարբերակ չկա, չպիտի լինի։ Եթե այդ սկզբնական շրջանում նորից եմ ասում, ինչ որ գործերի գործնական ընթացքում փոփոխություններ ա եղել ինչ որ հիմունքների հետ կախված կամ վտանգների հետ կախված կամ կախված ինչ որ ձևաչափի հարցի լուծման հետագա բանով ես տենց էի հասկանում, որովհետև սկզբնական շրջանում այդ ձևաչափը որ եղել է միացում ոսկե Հայաստան, Մայր Հայաստանի հետ, հետո որ այդ պատերազմի ընթացքը որ չտա որ Հայաստանը դառնա որպես ագրեսոր երկիր, սկզբից խոսքի կնորոշվի իրաց բանը անկախության հետ կախված հետևանքներով, հետո արդեն հետագայում որոշումներ կայացվեն միացվի Մայր Հայաստանի հետ այդ բանով, այդ ձևաչափով, բայց ընթացքում թե ինչեր ա կատարվել, ում բաստողումները, ինչ ձևաչափով կամ ով ա որտեղ ուրիշ գործողություններ իրականացվել, որ այս ձևաչափով ա եղել ու վերջում էլ հիմի այս կարգավիճակում եք, դա հասարակ իմ նման արցախցուն չի հետաքրքրում, մենք պայքարել ենք միանալ Մայր Հայաստանին, մենք պայքարել ենք մեր նախնիները, անցյալները պայքարել են, որ Մայր Հայաստանի հետ մեր միասին լինենք ու միշտ էլ տենց է լինի, որովհետև Սուրբ Արցախը իր հայկական լինելը բազմահազարանոց տարիներ, դա արդեն ասում է, որ ինքը չի կարել իրան տարանջատել, չի կարել իրան թողել մենակ, դա արցախցիների համար չի մենակ այդ Արցախը, Արցախը դա հայ ժողովրդին է, բոլորին է արյուն թափել, մենակ արցախցիները չեն այդ հողի վրա արյուն թափել, բայց իրանք եղել են այդ գոտում, իրանք եղել են սահմանաբանում, առաջնագծի այդ մարտի ցավը կամ այդ ծանրությունը իրանք ավելի շատ են իրաց, բայց ընդհանուր բանով Արցախը չի կարելի տարանջատել արցախցիների մենակ կոնկրետացնելու, որ արցախցիներ դուք պայքարեք, դուք կռվեիք կամ դուք մնայիք այդ ձևաչափով, Արցախի ազատագրումը եղել է համահայկական ազգովի, Արցախի իր այս բոլոր ժամանակը հայկական մնալով դա միշտ եղել է ազգովի, այս իրավիճակում էլ ես տենց էլ ընդունում եմ, նույն շարունակությունն էլ պիտի լինի, Արցախը վերադարձնելը պիտի լինի համահայկական ազգովի, որովհետև մեր հաղթանակները մենակ մեկ է ձևի ենք կարող ամրագրենք, ուրիշ ձևի չի ստացում, չի լինելու, Արցախցի մենակով չի կարա, Սյունիքցի մենակով չի կարա Սյունիքը պահի, մնացած տեղերն եք տեսնում եք, բանը սահմանամերձ հիմիկվա իրավիճակում ինչ վտանգներ, ինչ բան կա, հիմա ամեն մի տարածքի բանը ընդունենք, որ իրանք պիտի պայքարեն կռվեն, նույն էլ Արցախցու իրավիճակն ա եղել, Արցախցին 9 ամիս բլոկադայի ժամանակ բոլոր այս ծանր ժամանակներում ես ձեզ վստահ ասեմ մենակ ա մնացել, սա պարտություն չի, սա տարանջատում ա եղել, որ տարանջատում չլիներ, պարտություն չէր լինի, ես դա տենց եմ հասկանում, ու տենց էլ կա։ Այսինքն որ տարանջատում, արցախցի հայաստանցի։ Այո։ Իսկ ով էր այդ տարանջատումն անում, պարոն Իսրայելյան։ Ներկայիշխանություններ, ամենամեծ գործողության բանը, այդ գեներացնող բանը եղել, որ միշտ ասում էր արցախցիները թող իրենք որոշեն, ես մեկ եմ ույս կռվի ժամանակ ասում է Հայաստանը չի ներգրավելու այդ կռվի բանում, բոլոր այդ ժամանակահատվածում ճանաչում է Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջություն, դանակը դնում է։ Ճանաչել է, չէ՞ արդեն։ Ով է ճանաչել։ Ներկա իշխանությունները։ Ճանաչել է, դրա համար այսօրն եք եկել ասել։ Հիմա նայեք, դուք պահանջում էիք, որ Արցախի հարցը չհամարի փակված։ Այո։ Չէ։ Այո։ Հիմա ինքը արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի անկախտելի մաս։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, ձեր պահանջներից մեկը, 12 պահանջներից մեկը դա էր։ Այո։ Հիմա դուք ասում եք, որ Արցախը ճանաչել է
Ադրբեջանի մաս անկախտելի։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում այդ քննարկումը։ Հիմա որ ասի, չէ, վայ, արցախցիները որ պահանջում են, ես հիմա էլ ասելու եմ Արցախը Ադրբեջանի մաս չէ։ Այ լավ հարց եք շեշտադրել, այդ հարցի պատասխանը տամ։ Հիմա չէ, դուք շարունակեմ, դուք պատասխանեք, ավարտեմ հարցս։ Հիմա դուք ասում եք, որ մեզ կառավարությունից հավաստիացրել են, որ մենք քննարկելու ենք այդ հարցերը։ Մեղը հարցերի ես համարում եմ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։ Ձեր պահանջը չճանաչելն է։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում այդ քննարկումը կառավարության հետ։ Հիմա այդ երրորդ հարցերի հետ կախված այստեղ չպիտի լինի մենք դուք։ Սա արդեն երրորդ փուլը, այ մենք ամենակ լինելու։ Սա արցախցիների հարց չի մենակ։ Դրա համար որոշում կայացնելու հաջորդ գործողությունների կամ հաջորդ այդ քննարկումների կամ պահանջների դա մենք լինելու։ Սա մի առանձնացրեք Արցախցին գնա պահանջի այս հարց, բայց նոր առաջ ասեցի Արցախի հարցը արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կարծիքն եմ ուզում իմանամ, դուք եք պայքարը սկսել, մենք պատրաստ ենք ձեզ միանալ, դուք եւ մենք դառնանք մեկ ամբողջական մենք, ձեր ասած։ Հիմա քանի որ դուք խորհուրդ եք, դուք պայքարը նախաձեռնել եք եւ սատարում եք սպասում մեզանից, դեռևս մենք եւ դուք։ Հիմա երբ դառնում ենք մենք, ձեր խորհուրդը ինչպես է պատկերացնում այդ քննարկումը, որ հայտարարվել է արդեն ամենաբարձր մակարդակով իշխանությունների կողմից, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ճանաչում են Ադրբեջանի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ քննարկումը, որ մենք միանանք ձեզ, միասին պատկերացնենք։ Այ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Դե նորից եմ ասում, իմ կարծիքս կոնկրետ, թե ընդհանուր ես որպես խորհրդի անդամ կարամ ասեմ իմ կարծիքը, որովհետև նմանատիպ հարցերը ասեք ձեր կարծիքը։ Ինձ ընդհանրապես խորհրդի տրամադրությունն ու տրամադրվածությունն էլ է հետաքրքիր։ Դուք կարող եք ներկայացնել կամ չներկայացնել որպես գաղտնիք խորհրդի քննարկումների, ես չեմ նեղվի դրանից, որ դուք չներկայացնեք, բայց նաև այստեղ բացի ձեր անձնական կարծիքից, ինձ շատ հետաքրքիր խորհրդի տրամադրությունը։ Ինչպես է պատկերացնում խորհուրդ, այ գնացել եք 12 հարցերից մեկը դա է, դուք գնացել եք հիմա ձեր խորհրդով պիտի քննարկում անցկացնեք։ Այդ քննարկումը ո՞նց եք պատկերացնում, ինձ է հետաքրքիր։ Եթե միջև օրս այս իրավիճակում ես նորից եմ ասում, այդ 12 կետից անդրադարձել են մի կետի խոսքի, սոցիալական, ես ասեմ, չէ, մի բան արեք, ես հարցը եթե անդրադարձել են սոցիալական հարցի հետ կախված, մենք ասել ենք խնդիր չկա, սոցիալական հարցի հետ կախված պատրաստ ենք քննարկելու։ Հաջորդ ձեր ասած այդ մնացած կետերի հետ կախված, դա էլի մենք մեր կողմից դա շարունակողական բան անունենալու, որ ասում գործողության, թե տարբեր հարթակներում, թե տարբեր ձևաչափով, դա խորհրդի մեջ որոշումների հիման վրա լինելու է հաջորդական իր աշխատանքները։ Կա խոսքի բաներ, որ ես չեմ կարող հիմի արձագանքեմ, բայց իմ անձնական միտքը, որ անձնական միտքը, կարծիքը, որ ասեմ խոսքի, այս փուլում սոցիալական հարցերի կարևորությունը, որ ժողովուրդին ստեղ մնան գոնե չարտագաղթեն, որովհետև իրոք 2 օրից հետո, 3 օրից հետո մենք խնդիրներ լուրջ կունենայինք։ Դրա համար այս հարցի շուրջ կենտրոնացած, որ այս առաջի փուլը փոքր հաղթանակ, խոսքի սենց ասեմ, փոքր հաղթանակ ձեռք բերին ժողովուրդը։ Դրանից հետո այդ ձեր ասած մնացած այդ հարցերը ոնց եք անելու, ոնց ենք անել, ինչ ձևաչափով ես մենք իմ կողմից ասեմ, ժամանակ դառնում ենք մենք։ Կարճ։ Բայց դրա համար ասեցի, կա հարցեր, որ խոսքի, այս փուլովա կա հարցեր, որ մենք պիտի լինենք այդ հարցի վրա։ Այսինքն ձեր այսպես կոչված նահանջը տակտիկական է։ Ես չգիտեմ, ես իմ որպես դժվար արցախցի, որպես խոսքի, որ ասում եմ, այս ցավը բանի խորքային բանի մեջ ընկած, ինձ համար տարբերություն չկա, տակտիկական է դա կոչվում, քաղաքական է դա կոչվում, որովհետև հասարակ մարդու ներգրաված, ես օրինակ այս բանի մեջ չպիտի լինեի, ես չպիտի զբաղվեի այս հարցերով, չէ։
եթե վերցնում ես որպես հասարակ ապրեինք մեր կյանքով, մեր ամեն ինչով։ Հիմի ստա ստիպել է մեզ, որ անտարբեր չլինելով եկել եմ ես հայտնվել այս իրավիճակում։ Այսինքն քաղաքականությամբ չզբաղվելը ստիպել է Այո, այս իրավիճակից, այո։ Երբ քաղաքականությունը ձեզնով զբաղվեց, նոր հասկացաք, որ դուք պետք է զբաղվեք իրենով։ Հա որ քաղաքականություն չկարողացավ այն ձևի զբաղվի, որ մենք այս իրավիճակում չհայտնվենք։ Այսինքն քաղաքականությունը զբաղվեց ձեզանով, կերտեց ձեր ճակատագիրը։ Նոր հասկացանք, բոլորս միասին հասկացանք, որ մենք պետք է զբաղվենք այդ քաղաքականությամբ, որ ինքը չզբաղվի մեզանով։ Այո։ Որ բոլոր գիտեք ստեղ ինձ համար միշտ այնց հասկացողության բան ա եղել, հիմք ա եղել, կա մասնակից, կա դերակատար։ Մենք բոլոր այս ժամանակները միշտ եղել ենք մասնակից, ժողովուրդ։ Ամեն ինչում ու մասնակից ենք եղել ու չենք իմացել ուր են տանում, ինչի համար, ինչ է մեզ սպասվում։ Քաղաքականությամբ ոնց կիմանայինք ուր են տանում։ Դե հիմի ձեր ասած միտքն եմ շարունակում է։ Հիմի որ եկել է սորն ենք հասել այդ նույն իրենց տարած քաղաքականություն կամ այս մեկը մյուսը, մենք արդեն որոշել ենք կամ ես անձամբ մորտ ստիպված, որ ես չլինեմ մասնակից, այլ լինենք դերակատար, որ իմանանք մեջից ինչ է կատար, վաղվա օրը նորից չգանք էլի այդ բանի առաջ կայնենք կամ էլ վաղվա օրը կրկնապատիկ չտոպադրվենք կամ կրկնապատիկ էլի սենց ցավերի, որ ասում հարցերի առաջ չկայնենք։ Պարոն Իսրայելյան, դուք պահանջում եք, թե Արցախի նախկին ղեկավարների կողմից թալանված միջոցները ներգրավել արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու։ Դուք ասելով այդ շարժումը սխալվում եմ, թե։ Այո, որովհետև հարցի պահանջում եք, չէ՞ որ ասում են ֆինանս չկա, դուք ասում եք մենք ցույց կտանք ֆինանսի տեղերը։ Այո, ես ասում։ Գնացեք թալանած այդ թալանչիների թալանած միջոցները ետ վերցրեք, ազնիվ ձևով ետ վերցրեք եւ բերեք բաժանեք այն ժողովրդին, ումից որ թալանել են, ում որ պատկանում են, իրականում պատկանում են այդ միջոցները։ Հիմա որոշակի առաջընթաց այդ պահանջի կատարման մեջ կա։ Ուրեմն խորհրդի կողմից այդ ձևաչափով չի եղել առաջարկը, դուք երևի մի քիչ ուրիշ կողմի ներկայացված արցախցիների մենք այդ խմբի հետ ընդհանրապես դրա հետ համաձայն չեք, բայց մենք մինչև այդ գործողությունները, որ իրանք խոսքի առաջարկները արել են, դրանից մի շաբաթ առաջ, դատախազության առաջ մենք ակցիա ենք կազմակերպել խորհրդի կողմից, այդ նույն ձևաչափով, այդ նույն բաներով, բայց այդտեղ կոնկրետ միտքը չի գնացել մենակ արցախցիների կամ Արցախ բաների թալանած խոսքի, որովհետև դեռ մենակ արցախցիները չեն թալանել, բերեք սենց ասենք։ Թալանի մեջ ընկնող այդ անող մարդը մենակ արցախցի չի եղել։ Եթե վերցնում եք, ավարը թալանողի մասին է գնում, թալանողի մասին։ Ես շեշտադրում եմ թալանողի մասին, բայց չեմ շեշտադրում, որ արցախցի թալանողներ կամ որովհետև այդ թալանը մենակ արցախցին չի թալանել կամ արցախցուց չեն թալանել։ Ու դրա հետ կախված դիմել ենք դատախազությանը, ստենք ակցիա ենք կազմակերպել, պահանջել, հորդորել, որ այս այդքան ժամանակ էս 7 տարվա ընթացքում դուք լինելով իշխանություն, բերեք ես անձամբ ինքս մեկ ես շահագրգռված եմ, ինչի համար։ Ես պատերազմի 20 թվի պատերազմի ընթացքում $800,000 օգնություն եմ բերել ինքս։ Պրոստը ես շատ քիչ եմ դրա մասին արձագանքում, որովհետև պատերազմի արդյունքներից հետո, այնքան զոհերից հետո ես ամաչում էի կամ չէի կարող ձևակերպել, որ այդ միտքը արտահայտեմ, որովհետև դա ես արել եմ իմ համար, իմ մեջ իմ հարցս պատասխանը տալու, որ ես իմ տան համար, բայց ես այդ ընթացքում, որ եկել է այդ խոսքը թալանի, դեղ էլ ահագին հարցեր կա իմ խոսքի բերած օգնությունների, որ ես դրանից հետո չգիտեմ էլ ուր ա գնացել, բայց ես դրանով ներքին կարգով էլի զբաղվում եմ, դրա համար ասում եմ, ես էլ եմ մեկը անձամբ, ես, որ այդ ժամանակ այդքան օգնություններ բերող հասցնող, ես էլ եմ շահագրգռված, մի հատ իմանանք տենակ, այդ ուր ա գնացել կամ ուր էր գնում, այդ մի դրվագն եմ ասում էլի, բայց դենց այդ տարիների ժամանակներ ընթացքում դուք չեք վերել, շատ բերողներ գիտեմ, ես ետ եմ ասում էլի, հենց որ շատ բերողներ, ասում եմ շատ մենք ամեն մեկս արցախցիների, ես հասարակություն ժողովրդի մասին եմ խոսում, բոլորը շահագրգռված ենք, իմանանք ուր ա գնացել, ով ա դրա հասցեատերը կամ ում ձեռով ա գնացել։ Հիմի հարց, արդյոք դուք մտածում եք, որ իրաք տեղյակ չեն, ով ա թալանել,
ինչ միջոցներով են թալանել, կամ միջև օրս էլի որ շարունակում է այդ թալանը, ինչ հիմունքներով է դա ելնում։ Ես գիտեմ, որ սա սուտ է, բոլորն էլ տեղյակ են, թե հասցեատերերը, թե ինչ ձևակերպով, թե ինչ ձևով են, ինչ մեխանիզմով են դա արել։ Տեղյակ է պետությունը ոնց կարող է չիմանա փողը ուր է գնացել, որտեղից ուր, ու որ ասում է այդ ընթացքում էլ որտեղ է կորել, կամ որ ինչ ձևի է կորել։ Համաձայն եք իմ հետ։ Տեղյակ են, չէ՞։ Բոլոր այդ բան հասցեատերներն էլ գիտեն, անուններն էլ, ի՞նչ չի դա ձեր մոտ, իմ մոտ, այլ խոսքի ֆորմա այդ բաների ոչ այս հարթակում, ոչ մեր հասկանալի խոսքի բաների մեջ։ Թողանեն էլ ով է խանգարում, օրենքն էլ է ձեռները, հնարավորությունն էլ է ձեռները։ Բա որ ում չեն թողում։ Ասում էին, չէ, թող աշխատի։ Մի ասում եմ, չեն թողում աշխատեն։ Բա որ չեն թողում աշխատի, խի են արձագանքում դրա մասին։ Ուրեմն որ չեն թողում աշխատի, դա էլի իր թուլությունն է։ Ուրեմն այդքան պիտի խոսքի անպիտանի լինի կամ ոչ մասնագետ, որ չկարողանաք միջև օրս մի հատ թալանչու կամ մի հատ թալանի բան սեղանին դնեք։ Ինչ հետաքրքիր է, ինչն է խանգարում։ Ես եկել եմ խոսքին դեղ ակցիայի մասնակցել ու հարցը եղել եմ 7 տարի է, ինչն է խանգարում, որ մեկին գոնե բերեք, ասեք այ ժողովուրդ, թալանչին էսի է։ Մյուսի հետևիցներն էլ հեսա շարունակական գնում եք։ Մեկին բերեն, թող ցույց տան։ Բայց այդքան հակակոռուպցիոն կոմիտեն գործերը հարուցել, այդ ցույց տալու բան չի։ Բա թող ցույց տան արդյունքները։ Թող ցույց տան, հա, արդյունքները այդ հակակոռուպցիոն գործընթացները կարող է տասնյակ տարիներ գնա, ոչ մի բաներ որ ասում չգա։ Բայց խի եք դուք բարձրաձայնում նորից էլի այդ բառերը, որ չունեք հələ ապացուցած կամ էլ որ ես կողմնակից եմ, բերեք ցույց տվեք, աշկս կողեցիք, ասեք այս սենց այս մեկն է մյուսն է։ Պիտի մարդուն այդ գործողության բանով վերջում չգան, ասեն, մեղավոր չի, որ ընթացքում տեսել ենք տենց ահագին հարուցած գործողություն բաներ, չէ՞ էլի։ Տարիներ գնացել է, վերջում ասում են մարդը մեղավոր չի, չէ՞։ Բայց սկզբնական շրջանում այդ մարդուն սարքել են, եսի եկա այս մեկ է մյուս։ Բայց մեկ բանը պիտի վերջնակետը պիտի տեսնենք, չէ՞, իրոք մեղավորության, չմեղավորության։ Հարցը դրա մեջ է, որ մարդկանց մեջ մտցնելով այդ թալանչիկ, թալաններ, բան, բոլորս էլ տեղյակ ենք։ Չգիտենք, որ թալան եղել է, գիտենք, չգիտենք, որ դրան մասնակիցներ եղել է, գիտենք, առանց մասնակցի ոնց է թալան եղել։ Բայց այդ գործողության բանը, որ միջև օրս էլ շարունակում է, ես շեշտադրեմ, այդ թալանը միջև օրս էլ շարունակվում է։ Բա դրա մի հաջորդվա իշխանությունը պիտի գա մի կել նորից այս մի թալանչիների կամ էլ այս հետ կախված սկսի աշխատանքներ իրականացնելը։ Դա կանխելու ձև է, սրանք գալիս են, ույս թալանչիներից են խոսում, հաջորդը գա այս թալանչիների մասին խոսի։ Դա կանխելու ձև է։ Դա ժողովրդին ամենահեշտ զբաղեցնելու ձև։ Բայց այդ է ասում, դրա համար այդ մանիպուլյացիաներով, այս բանը անցյալում, այս թալանչիների մասին են խոսում, ներկայում էլ սպասենք հաջորդ իշխանությունը գա, սրանց թալանների մասին խոսա։ Էսա մեր հարցի պատասխանը։ Մեր հարցի պատասխանը կանխելն է։ Մեր հարցի պատասխանը խոսքի, կանխելու որ ասում եք մեխանիզմը խոսքի։ Հանրությունը պիտի դա լուրջագույն բան ընդունի ու հանրության ճնշման տակ խոչընդոտի խանգարի գոնե թալանը չլինի հիմիկվա պահում։ Խոչընդոտը մեզանից ի՞նչ է կախված։ Ու այդ ձևաչափի այդ ներկայացրած հարցի որ այդ ուղղության վրա եք բանանում, որ դուրս են եկել, ասել են թալանը բերեն, հետ բերեն, այս մեկ է, դա նորություն չի, բայց հարցը ստեցակումը ոնց եք դուք տեսնում դա հատ բերելու։ Ես դա չեմ հարցնում։ Ես ասում եմ, դուք պահանջում էիք, միջև որս էլ նույն որ թալանը այն ինչ որ թալանվել է, վերադարձնել պետական բյուջե եւ այդ միջոցներով հոգալ տնավեր արցախցիների սոցիալական կարիքները։ Իմ հարցը ընդամենը դա է եղել, ես ասում եմ ոնց եք պատկերացնում, հրաժարվել եք ձեր ասածից, չեք հրաժարվել, ոնց եք պատկերացնում այդ թալանը ետ բերել։ Նորից եմ ասում, մենք պահանջատերն ենք։ Այո։ Մեր պատասխանը պիտի իրավական խոսքի դաշտում, թե դատախազությունը, թե բանն այն մնացած խոսքի իրավական բաները, իրենք պիտի ներկայացնեն ոնց է դա տեսնում կամ ոնց են իրականացնում, կամ թե կա իրականացման խոսքի այս միջև այս ժամանակ։ Ներկայացնեն ոնց է ընթանում այդ գործը։ Մենք պահանջատերն ենք։ Եթե կա պատասխանատու, պատասխանատվություն իշխանությունն է, պատասխանատվությունը այդ ղեկավարն են։ Մենք հասարակ ժողովուրդ պահանջատերն ենք։ Մենք որ իրանց պիտի պատմենք, ոնց ենք պատկերացնում, ոնց ենք տեսնում կամ Հենա մենք կանենք։ Այո։
Եվս մեկ հարց, դուք ինչպես եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը։ Այ դուք խորհրդի անդամ եք, շարժման ղեկավար անդամ եք, ինչպես եք պատկերացնում այդ հարցի լուծումը։ Ինչպես եք վերաբերում այն մտքին, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց բնորանը, իրենց տները գնան, տիրություն անեն։ Ինչպես եք պատկերացնում մեխանիզմը, ասենք, այդ ամբողջ այդ process-ը, համարում եք դա հնարավոր տարբերակ հարցի լուծման, որ արցախցիները վերադառնան իրենց տները։ Նայեք, ամեն մի արցախցի այդ միտքը հետ վերադարձի միջև խոսքի օրս ու լինելու է միշտ դա։ Մենք հետ վերադարձը ոչ մի ժամանակ չենք մոռանալու կամ այդ հույսը հավատը չենք կորցնելու։ Ներկա պարագայում մենք դա չենք տեսնում, անձամբ ես մեկը չեմ տեսնում, հաշվի առնելով ներկա իշխանության կողմից որոշված այդ դիրքորոշումը, որ մենք դրան զոհն ենք տարել։ Ես այդ հարցի լուծումը տեսնում եմ մենակ ոչ այս իշխանության պարագայում խոսքի։ Կգա բարենպաստ ժամանակ, իրանք էլ չեն անվերջ լինելու, չէ՞։ Ուրիշ մարդիկ, ուրիշ իշխանություն կգա, բարենպաստ ժամանակները որ լինի, ես վստահեցնում եմ, Արցախի հետ վերադարձը լինելու է։ Արցախի հետ վերադարձը թե ինչ կարգավիճակում է լինելու, դա այդ ժամանակը որ ստեղծվի, էլի այդ ստեղծողները այդ հարցի պատասխաններն են էլի ձևավորելու, որ արցախցին ոչ թե գնա Ադրբեջանի դրոշի տակ ապրի։ Ես ասում եմ, կարող է բան բարեր եմ ասում, դրան կարող է բան մտքերա, բա ոնց, կամ կռվով պիտի վերցնվի, կամ այս ձևաչափով, կամ այս ձևաչափով, ինձ համար ընդհանրապես տարբերություն չկա, մենակ մի պարագայում, որ ես չլինեմ Ադրբեջանի դրոշի տակ ապրելու։ Մնացած բոլոր պարագաները, սաղ արցախցիները, բազմահազարանոց 150,000 արցախցին պատրաստ է ամեն ինչ անելու կամ առաջնագծում լինելու կամ պայքարելու, որ ինքը հետ վերադառնա Արցախ ապրելու։ Արցախը դա գիտեք, ինձ համար անձամբ իմ կյանքի վերջի միսիաս սեյսի, ինչքան էլ ապրեմ, ես նվիրում եմ Արցախին։ Ես իմ կյանքում որոշում եմ կայացրել 50 տարեկան մարդ եմ, ինչքան ապրեմ 10 տարի, 5 տարի, մի տարի, 20 տարի, ես դա նվիրում եմ Արցախին։ Այդ ձեր ասած, որ ես իմ հայրենիքում իմ տանս ապրեմ։ Թե դա ոնց է լինելու, թե դա ինչ է լինելու, ինչ ձևաչափ է լինելու, ինձ նմանատիպ, ձեր նմանատիպ որ մարդիկ շատ լինեն այդ մոտեցումով, այդ նվիրվես, պատրաստ լինես զոհաբերելու քեզ, պատրաստ լինես, այդ դա է հաղթելու, դա է քո հետ վերադարձը ամրապնդելու, ամրագրելու, ու այս ժամանակ արդեն մենք լինելու ենք, ես ասեմ, արդեն որպես մայր Հայաստան, այս դա եմ ուզում տեսնեմ։ Այս էլ այդ տեսնելը, որ ասում եք, ոնց եք ուզում տեսնեք, ընթացքում նորից ասեմ նմանատիպ։ Այսինքն այն բանը սահման գծված չլինի, որտեղ գրած լինի ազատ Արցախը ողջունում է ձեզ, բան, այդպիսի բան պետք չի գրել։ Նայեք, ազատ Արցախը ողջունում է ձեզ, դա վատ խոսք է։ Չէ, շատ լավ խոսք է, բայց խոսքի բաշեշտը դրումը խոսքի ազատ Արցախը սահմանը, որ սահման է։ Սահմանը որտեղ է եղել, որտեղ է եղել այդ սահմանը։ Դա մի հատ գրած բան է եղել։ Այնց այդ սահմանը գլխին է։ Դուք եք դա սահման, ինձ համար դա սահման չի։ Չէ, ինձ համար Հայաստանը, ինձ համար մի քիչ էլ գնացել եմ դեղ գրածա Մոնթեի խոսքերը։ Դեղ է գրախոտ ժառնա։ Իմ համար ելակետը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի մարզխորհրդի եւ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի համատեղ որոշումն է։ Իմ համար ինքը դա է։ Այդ ազատ Արցախ, անկախ Արցախ, ինքնորոշված Արցախ, դրանք իմ համար անիմաստ խոսակցություններ են դեկտեմբերի 1-ի որոշումից հետո։ Իմ համար ելակետը 1988 թվականի փետրվարի 20-ն է, երբ ալեկոծվում էր Ազատության հրապարակը, Արցախի հրապարակը, բռունցքները վեր գոռում էին միացում։ Իմ համար ելակետը դա է, եղել եւ մնում։ Իմ համար ելակետը Միացյալ Հայաստանն է։ Այլ բանի մասին ես չեմ մտածել ու չեմ մտածում։
Ես Ես ուղղակի ընդունում ուզում եմ ձեզ ներկայացնել, որ 1991-2 թվականներից սկսյալ այդ իմ համար սրբություն համարվող ելակետերը սկսեցին ջախջախվել, աղճատվել, ինչ-որ քաղաքական և աշխարհաքաղաքական խաղերի արդյունքում տարանջատել, Արցախցի, Արցախի հանրապետության քաղաքացի, Հայաստանի հանրապետության քաղաքացի, դուք սահման եք, դուք մտաք Արցախի հանրապետություն եւ այլն, էլի։ Այդ իմ համար այդ սրբություն համարվող ելակետերը սկսեցին ջախջախվել հենց այդ ժամանակ։ Երբ Արցախի հանրապետության նախագահ, Արցախի հանրապետության խորհրդարան, այդ ժամանակ այն սրբությունները, սրբություն համարվող ելակետերը ջախջախվել։ Բայց խի խոսքի ասում եմ խի ինչի համար, որովհետև Արցախի հանրապետություն այդ ժամանակաշրջանում ահագին Արցախի ես ուրիշ բան եմ ասում։ հանրապետություն ասելով, այ հիմա Ես ուրիշ բան եմ ասում։ այդ գաղափարի սին, փուչ Դուք ուզում եք ասեք, որ խոսքի ներկա իշխանության կողմից դա է եղել այդ առիթը, որ Արցախը այսօր Չէ, ես ընդհանրապես ես ասում եմ հարցը դրա մեջ չի եղել։ Իմ հարցերը վերագրում եք, ես ում հասկանամ իմ համար։ Հասկանամ, որ կարամ իմ տեսակետը։ Հիմի թե Արցախի հանրապետության, թե այդ բանով էլի որ ասեմ, այսօրվա իրավիճակում ինչ ունեք։ Այս կարգավիճակը կամ որ ընկել եք այս մեղքը կամ էլ մեղավորը գիտենք չէ հասցեատերը ով է։ Գիտենք։ Հիմի որ չելներ էսի ձեր ասած այդ բաները կշարունակեր տենց կապրել Արցախը հայկական մնալը Հայաստանի հետ գոնե այս կարգավիճակում որ ստեղծվել ենք հայտնվել ենք չէ թե դա սխալ ձևաչափ ա եղել չէ կներեք ես ասեմ թե դա սխալ ձևաչափով ա եղել թե դա բան ձևաչափով ա եղել ես դա նորից եմ ասում որպես հասարակ արցախցի Արցախում ապրելով ես ինձ զգում էի հայ ես ինձ զգում էի Հայաստանի հիմա հայ չեք զգում ձեզ չէ ես ուրիշ բան եմ ասում ձեզ հիմա ինձ այդ բանից որ կտրել են ես դրան այդ մարդկանց ասում եմ իրանք են ինձ հայ չհամարելով դա ճանաչում Ադրբեջանի տարածք ու մեզ դեղից ես այդ մասին չեմ էլ ուզում խոսամ ես դրա համար ասում եմ մեր համար Արցախը մնալով ավելի լավ կլինի չէ որ գոնե այդ ձեր ասած որ ասում եք չէ Արցախի մնալը Արցախի հայկական լինելը, Արցախի Հայաստան լինելը այլընտրանք չունի։ Բայց այդ հարցերը հետագայում կարայինք մենք բերեինք այդ միասնության միասնելու այդ իմ համար կոնկրետ Արցախի հայկական Հայաստան լինելը այլընտրանք չունի ընդհանրապես։ Ես ասում խնդիրը դա չի եղել։ Նույնիսկ քննարկելու հարց չի դա։ Այո։ Նույնիսկ խոսելու, այդ մասին խոսելու, ինչ որ մի բան համոզելու հարց չի։ Ինձ համար գերագույն խնդիրը հետևյալն է. արցախցիները ինչպես են պատկերացնում յետ վերադարձը, որ պարագայում կարող են արցախցիները յետ վերադառնալ ըստ իրենց։ Իմ հարցը սա է։ Ըստ մեզ վերադարձը ես մենակ տենում եմ վերացնվող նորից հզոր Հայաստան միասնական, որ ապահովի հետ վերադարձի հարցը։ Եթե մենք մի ազգի բռունցքի տակ չմիավորվենք, որպես ազգ, ես հետ վերադարձը չեմ տեսնում ոնց կարելի է ապահովել։ Այդ մի Ես այդ եմ հարցում ուրիշ բան։ Բոլոր միջազգային կարամ մեջբերումներ, մեր խոսքի դիվանագետների բաները, ես որ ասում եմ, միջազգային իրավունքների հետ կա, դա սա սուտ է։ Մենք տեսել ենք դա։ Մենք ապրելով Արցախում, այդ որ դիվանագետների կներեք։ Չէ, դիվանագիտության process-ների բաներն եմ ասում։ Արցախը հաղթող կողմ եղել է 94 թվին, բոլոր այդ միջազգային այդ իրավունքների հետ կապված Հայաստանը եղել է որպես ճանաչել են որպես հակամարտող կողմ, չէ՞։ Հիմա եղել ենք այս իրավիճակում, բախի չեն ընդունում էդի։ Խի չեն բարձրաձայնում այդ հարցերը։ Այդ նույն ներկայացուցիչները, որ բայց ես ասում եմ, խնդիրը մեր մեջ չի, իմը ձեր մեջ չի խնդիրը։ Նույն խնդիրը կա հիմի Հայաստանի տարածքային ամբողջության հետ կախված։ Այո։ Նույն խնդիրը, մենք ցավալի օրինակ ենք ես ասում։ Ասում եմ ինչ պետք է արվի։ Դու ինչպես եք տեսնում այդ հարցի լուծումը։ Հարցի լուծումը մենակ իշխանության գլուխ ներկայացուցիչներին
փոխել, գնալ նա, ուրիշների տեղ տալ նա, ով կարա այդ հարցը լուծի, ով կարա այս դադարեցնի, ով կարա Ալիևի մատ թափ տա, ով կարա ատամ ցույց տա թշնամուն։ Ես մենակ այդ ձևի եմ տեսնում։ Եթե այսօրվա իրավիճակում չունեք այն առաջնորդը, որ իր թշնամուն չի կարող հակասի բարերով, բայց իր ժողովրդի վրա մատա թափ տալիս, իրան ժողովրդին պատրաստ է խոսքի բերել ավելի ծանր իրավիճակին, բայց ոչ թշնամուն, դա ես չեմ ընդունում որպես հայ ազգի ներկայացուցիչ, հասկանում եք դուք։ Ես չեմ ուզում ինձ զգամ որպես նվաստացող բան, ազգի ներկայացուցիչ, դա որպես հասարակ մարդու տեսլակետից եմ ասում։ Ինձ համար դա ցավալի է։ Սաղ աշխարհում փռած մեր հայությունը, սաղ նեղության մեջ են, որ երկրի ղեկավարության դիրքորոշումը այս ձևաչափով է, կամ երկրի ղեկավարը այս ձևի կերպար է։ Բոլորին սա ազդում։ Հիմի մենք որպես ցավալի օրինակ, բացի ազդելուց, եկել հասել ենք այս իրավիճակում, ցեղասպանությունից փրկվել ենք ժողովուրդ։ Մենք ցեղասպանությունից փրկվել ենք։ Փրկվել, դուք ենթարկվել եք ցեղասպանության։ Ենթարկվել ենք, բայց մեզ փրկվածներն ենք, չէ՞ ցեղասպանությունից։ Չէ, դուք դե որ ողջ ենք փրկվել ենք, չէ։ Ցեղասպանություն եզրույթը միայն սպանելը չի։ Ես գիտեմ, մենք կարանք տարբեր իմաստներ ունենալ։ Ձեր տեղահանումը արդեն իսկ ցեղասպանության տարրեր է պարունակում։ Այո։ Ձեր բռնի տեղահանումը արցախցիների 100-120 հազար արցախցիների բռնի տեղահանումը արդեն իսկ ցեղասպանության տարրեր է պարունակում եւ մեր իշխանությունները մտադիր են այդ հայցերից միջազգային ատյանների հայցերից հրաժարվել, այլ ինչ կասեք օրինակ։ Էլի նորից ոնց որ մնացած հարցերի հետ կախված, ոնց որ Արցախն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջություն, որ իրավունք չունեին, ոնց որ խոսքի մեզ էս կարգավիճակից ուզում են խոսքի բան անեն, այնձևի կարգավիճակում բանը, որ մենք ստեղից արտագաղթվենք, խոսքի այնքան հարցեր կա, որ ես անձամբ խորհուրդ հետ կապ չունեմ, ես անձամբ իմ միտքս, ես համամիտ չեմ, ես իմ պայքարս այսքան տարիներում դա ա եղել, որպես հայ լինելու, հայ ապրելու իրավունքի համար, այնտեղ որտեղ ծնվել մեծացել եմ, հիմի դա չկա, ստեղ եմ, ես այդ նույն իշխանությանն է, թե այդ նույն կառավարությունն է, թե այդ նույն մարդիկ ա, ով մատուցել են այդ թշնամուն հնարավորություն են տվել իրականացնի այդ գործողությունները, ես պահանջատեր եմ այսօր, որպես արցախցի, բոլոր հարցերի շուրջ, մենակ մի հարց չի, մենակ ինչ սոցիալական հարց, արցախցին երբ ա եկել 40,000 փող ուզել կամ փողի համար, արցախցին միշտ փողը ստեղծել է, գործը ստեղծել է, արցախցին կյանքում եղած չկա, բայց այս կարգավիճակում, որ մենք հայտնվել ենք, մենք պահանջատեր ենք հարցի պատասխաններին, հիմի անդրադառնալով բոլոր այդ հարցերի սկզբնական, որ մենք սկսեցինք քննարկել սոցիալական վրան է հանելուց հետո մնացած հարցերի կարևորությունը, ես վստահեցնում եմ քայլ առ քայլ ինքը իրականացվելու է։ Այս քայլում, որ անդրադարձել են սոցիալական հարցում, սոցիալական հարցի շուրջ ենք, որ ժողովրդին գոն է, որ ասում է, այս իրավիճակում, այս կարգավիճակում, համախմբվելն է կամ էլ այս կարգավիճակում գոն է հույս տանք։ Որովհետև այն հարցն է, որ բոլորի մաշկին անմիջական է կպնում։ Բայց մնացած ձեր ասած ոնց եք տեսնում, ոնց է լինելու։ Դե եթե ես այսօրվա իրավիճակին եկել եմ այս պայքարի, այս առաջնագծում խոսքի մեկը ես, ինձ նմաններն էլ ահագի մարդիկ, դուք էլ խոսքի մտահոգված, մեր հետ էլ ասում եք աջակցում եք միասնական, մնացած հարցերի պատասխանները ես ասեմ վստահացած մեզ կունենալու ենք։ Եթե ունենաք միասնություն, եթե ունենաք հզոր խոսքի հարթակ ներգրաված հասարակություն ժողովուրդ, եկեք եթե չասենք պետք է։ Դե պետք է, դուք ավելացրեք պետք է, ես ասում եմ եթե, որովհետև ես արդեն դեղ եմ, դուք ասեք պետք է, որ եթե ունենաք բոլոր այդ բանը, այդ ձևավորած ձևաչափը, ես գիտեմ, թե բոլոր հարցերի պատասխանն եք ստանալու, արդեն ստե չենք գալու, մեր իրար հետ նստենք հարց տանք, այլ հարցերի պատասխանն ենք մենք ունենալու։ Հարցերի պատասխանն ենք քննարկելու, կամ էլ դրա արդյունքները։ Լավ, վերջին հարցը էլի, դուք ականատես եք, հիմա նայեք, ես մի քիչ ավելի խորքային եմ ուզում հարցը տալ, դուք պատասխանեք, դուք ականատես եք եղել ռուս խաղապահների գործողություններին եւ ընդամենը 3 մի տեսանյութ աչքիս ընկավ, որ բլոգերներից մեկը պատմում էր, թե ինչպես են գրավել Շուշին, որ ռուս խաղապահների մեքենաներով։ Ես կուզենայի անունը տակ այդ բլոգերին, ու մեկ այդ հարցի պատասխանն էլ ընդհանրապես այդ բլոգերով էլ ավարտենք, որովհետև ես գիտեմ ում մասին եք խոսում։ Մի հատ հիմար սրիկա կա, այդ Բաղդասարով բանով Ռամանն չէ, էդ էր պատմում, որ ինչ որ ավտոներով եկել են։ Ես ուզում եի դուք որպես ականատես մարդու էի հարցնում, որ դուք եղել եք այնտեղ,
Մինչև վերջի օրը Արցախում եք եղել, թե 20 թվականի պատերազմի ժամանակ, թե 23 թվականի պատերազմի, մինչև վերջ եղել եք այնտեղ։ Եվ այդ բլոգերը ներկայացնում է, որ ռուս խաղապահների կամազներով ադրբեջանական դիվերսիոն խմբերին բերել են, ներ են թափացել Շուշի եւ հանկարծակի Շուշիի փողոցներում ի հայտ են եկել ադրբեջանցիներ թիկունքում։ Դուք արժանահավատ եք համարում դա եւ ընդհանրապես այդ սուտ, այդ կեղծված, բղծված սուտ է դա։ Ես ձեզ ասում եմ, դեղ այն ժամանակում այն կրված, գիտեք ինչքան է ցավալի, որ տես նմանատիպ մարդիկ խոսքի ձևի ներկայացնելով մեր զինվորների, մեր զոհաբերած, մեր հերոսների սկսած խոսքի այն ղեկավարներից, որոնք իրոք եղել են նվիրված, եղել են ու բերում կողքից խոսքի այս ձևի բաներով, թեզերով սուտ կեղծ բաներ եմ։ Չէ, բայց նայեք, ինքը մեր զինվորներին ինչքան էլ ես ընդունեմ, չընդունեմ։ Չէ, ես իմ համար ասեցի, որ սուտ է, չունի, ես ասեմ ձեզ, նա մեր զինվորներին որևէ բան չի ասում։ Մեր զինվորները արիաբար կռվում էին ըստ նրա եւ ռուս խաղապահները իրենց կամազներով ադրբեջանական դիվերսիոն խմբերը բերել են, մցրել են Շուշի եւ թիկունքից հարվածել են մերոնց։ Նրա ասած ընդամենը դա է։ Այլ բան նա չի ասել։ Նա ասեց, ուզում եք իմանալ Շուշիի անկումը իրականում ինչպես է եղել։ Հիմա ես ուզում եմ ձեզանից էլ ճշտել, որովհետև ես հիմք չունեմ չհավատալու նրան, ես հիմք չունեմ հավատալու նրան, իմանալով նրա ով լինելը, եւ ես ուզում եմ ճշտել վկա մարդուց, որը տեղում եղել է, տեղում այդ ամեն ինչ իր աչքերով է տեսել, ես դա եմ ուզում ճշտել։ Ես էլ ասում եմ սուտ է, տենց բան չի եղել։ Ու եթե մարդ մի բան ասում է ոչ հիմնավորած, մենակ ասում է, ես դա չեմ ընդունել ու չեմ էլ ընդունում միշտ որպես հիմք ինչ որ ասենք ասացի աղբյուրն է պետք ճշտել, թե ով է եթե ինքն է ներկայ, եթե ասողը ներկայացնել է, պիտի ոչ թե ասողին ասելով չի, պիտի ինքը ունենա հիմքեր, որ դա դրանով կարողանա խոսել։ Որ ասի ես այնտեղ եմ եղել, տեսել եմ։ Ուրեմն եղել է հենց ինքը այդ թուրքերի հետ հենց այդ անձամբ այն կողմից այն մարդը եղել է, որ իրան էլ ասել են, որ այս ձևաչափով արա կամ այս ձևաչափով ներկայացրու։ Ավելի վատ բանն եմ ասում ես այդ անձի նկատմամբ։ Եթե այդքան տեղեկացված է ու այդ ձևի տեղեկացված է, ուրեմն դրանցից մեկը ինքն է եղել Շուշիի գալուց անկումից կամ Շուշիի բանով, որ ասում է։ Խացիա շատ բան եմ անում, կասկածանք ունեմ, որ նմանատիպ մարդը կարող է ինչ-որ մարտի դաշտում կամ որ մարտական բաներում մասնակցի։ Իր դերակատարությունը, նմանատիպ մարդկանց դերակատարությունը պարակտումն է, մեկ էլ կեղծ մեր խոսքի ժողովրդի բանը նվաստացնելու նմանատիպ մարդկանց մենք չպիտի ուշադրություն դարձնենք։ Ինձի համար եմ ասում, նայեք։ Չէ, ես գիտեմ, ես շարունակություն եմ ասում, ես գիտեմ։ Ես անկեղծ եմ ասում, ես շարունակություն եմ ասում։ Մարդու, որ եղել է Դուք ասում եք այն մարդուն, որ ես ընդհանրապես ընդունում եմ հայի լավ տեսակը, լավ բառը հայի մասին խոսելու, կամ էլ միշտ դա եմ, իմ ականջներից մենակ դա է լսում։ Այս նմանատիպ մարդկանց արտահայտություններն է կամ աշխատանքներն է կամ իրանց ուղղության այդ որ իրականացնում են դա ինչ չի հետաքրքրում, որպես ես գիտեմ թե ձեզ էլ չի հետաքրքրում, որովհետև մենք միասնական գնում ենք խոսքի մեր բոլոր այս ծանր իրավիճակի հարցերի կամ մի ձևի լուծման կամ մի ձևի ճանապարհային քարտեզ կամ ճանապարհներ գտնելու։ Մեզ որպես դուք, ես, որ ասում եմ այդ միասնությունը, դա մենակ դառնալու է այն ժամանակ, մինչև ինչքան պիտի կարանք մաքրենք այս նմանատիպ սրիկաներից։ Դա է մեր ժողովրդի մեջ, գիտեք ինչ համար այդ արտահայտությունները անում, որ մարդ մի արտահայտություն անում է, դա ինձ չի անում, դրա տակ ուրիշ բան կա։ Եթե դու այն արտահայտությունն ես անում, որ վատ հետևանքներ է տալիս, ես դրան չեմ ընդունում որպես հայ։ Դու պիտի միշտ լավ առաջարկները, լավ աշխատանքները ժողովրդի դա հիմնականում ռուսների նկատմամբ էր այդ հայտարարությունը ըստ իս։ Դե մենք այսօր ռուսների նկատմամբ ասում, մի քանի խոսքի ամերիկացիների, ֆրանսիացիների կամ էլ փորձում են էթիկա մենք ընդունում ենք։ Մենք այսօրվա իրավիճակում որ հայտնվել ենք, դրան զոհն ենք դարել։ Մեր համախմբվածությունը պարակտվել է, մենք դրան զոհն ենք դարել, որ դարձրել են Արցախցին պիտի կռվի Արցախում, ոսկեպարցին պիտի որոշի ոսկեպարի ճակատագիրը, դա սխալ բան է։
Չէ, բայց արցախցիների անվտանգությունը ռուսներն էին ապահովում հիմնականում, այստեղ Արցախցիների անվտանգությունը ռուսները ապահովում են մինչև այն ժամանակ, որ Հայաստանը որպես երաշխավորի կողմ, չէ, ես ասեմ էլի մի քիչ։ 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մինչև 20 թվականը խոսենք։ Ինչի՞ց եկավ այդ արդյունքը։ Ես գալիս եմ վերջում 23 թվականին վերջից խոսամ։ Ես ուզում եմ ինչի հիման վրա դա դեպի դարավ։ Ինչի հիման վրա դարձավ։ Մարդը Արցախից հրաժարվեց։ Բայց Հայաստանը չի, մարդը, ղեկավարությունը ընդունեցինք, մարդը հրաժարվեց, ղեկավարությունը հրաժարվեց, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ խաղաղապահ ուժեր էին այնտեղ, այդ ձեր ասած բլոգերը, ընդամենը դա է ասում, որ խաղաղապահներն են բերել, նենց որ հիմա դուք ասում եք, որ սուտ է, ես ասում եմ սուտ է։ Դուք էլ չունեք խոսքի տեղեկություն, մարդու ասած մեկ լսել, ես էլ եմ լսել։ Ես չեմ կարող ձեր հետ վիճել, թե ինչ է վիճելի հետ կախված, որովհետև դուք ներկա եք եղել, տեղում եք եղել։ Այո։ Կստացվի, գիտեք, հայտնի կինոյի նման ես եմ վկան, ինչ է պատահել։ Ես չեմ կարող գալ ձեր հետ վիճել, բանավիճել մի հարցում, որտեղ ես չեմ եղել, իմ աչքերով չեմ տեսել, դուք ձեր աչքերով տեսել եք, ու ես գամ ու ասեմ, որ դուք ինչ տեսել եք, սխալ եք տեսել, այդ ինչ որ տեսել եք, այդպես չի, այսպես է։ Ես չեմ անի դա։ Ես ինչ տեսել եմ կամ այդ ժամանակում դեղ գտնվելու ընթացքում։ Ուղղակի ինձ հետաքրքիր էր, նորից եմ ասում, նրա ամբողջ սլաքները ուղղված էին ռուսների դեմ, իսկ ռուսները նաև 23 թվականին ցույց տվեցին, որ իրենք այդ հարցերը լուծելու համար չափազանց ամուլ են։ Լուծելու իզորու չեն, կամ չեն ցանկանում ուղղակի, կամ այն, երկու կամն էլ վատ է, կամ չեն ցանկանում լուծել, դա շատ վատ է, կամ չեն կարող լուծել, ուղղակի իրանց ուսերին դրած ավելի շատ բեռ, քան իրենք կարող են տանել, դա էլ է վատ։ Մասելիքը սա է։ Հա, բայց ես կամ մնացած հայ լինելով հայ, մենք իրոք հույսներս դնում ենք կամ ճիշտ է դա էլ որ հույսներս դնեինք ուրիշների վրա։ Չէ, ճիշտ է։ Հիմի ես մի հատ երկու փով ասեմ։ Հիմի էլ եթե տեն շարունակվի հույսներս դնելով էլի տարբեր երկրների, տարբեր բաների վրա, մինչև մենք մեր մեջ չհասկանանք մենք այդ հողի համար ինչ եք պատրաստ անելու մեր հողի համար, մինչև մենք մեր մեջ պատրաստ չլինենք դրա գյունհատելը կամ դրա սրբությունը, ուրիշները մեր համար ոչ բաներ չեն անելու։ Համաձայն եք դրա հետ։ Ամբողջությամբ համաձայն եմ, որ ամեն ինչի սկիզբը մենք ենք օգտագործում են, ուժեղես հետդ նստում են բանակցում։ Այո, ուրիշ բան չկա։ Մենք ենք եւ մենք պետք է ճիշտ ուղղությամբ գնանք, ճիշտ քայլեր անենք։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար։ Ամեն դեպքում իմացեք, որ հայաստանցի արցախցի չկա, մենք ենք, մենք միասին ենք, զրկանքները կրում ենք միասին, հաղթանակները պիտի կերտենք միասին եւ այդ հաղթանակների բերկրանքը պիտի վայելենք միասին։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչև նոր հանդիպումներ մեր եթերում։